Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Եվրամիության հանձնակատարը ասում է մենք ուշացել ենք, մենք պետք է շատ արագ փորձենք անվտանգության ստորաբաժանումներ ստեղծել։ Դեռ 90-ական թվականներին, 1990-ական թվականներին Եվրամիությունը այսպես Եվրոբանակի գաղափար ուներ, որը փորձում էր ինքնուրույնության էլեմենտը այսպես ապահովել ՆԱՏՕ-ից, որովհետև ՆԱՏՕ-ն միշտ եղել է Եվրոպայի վրա ատլանտյան ամերիկյան ազդեցության գործիք, բայց կներեք, ով էր ՆԱՏՕ-ի համար վճռվել, նույն Միացյալ Նահանգները, ում զորքներ կանած այդ նույն եվրոպական ամենատարբեր պետություններում նա Միացյալ Նահանգները կարծեմ 287 հատ ռազմական օբյեկտ ունեն աշխարհում, ամենաշատ օբյեկտները ունեն Եվրոպայում, երկու ամենահզոր ամենամեծ բազաները, մեկը Գերմանիայում, մեկը Պորտուգալիայում էր, հա։ Հիմա իհարկե որոշ բաներ փոխվել է, այսինքն Լեհաստանն ավելացել, Ռումինիան ավելացել եւ այլն, բայց Եվրոպան եթե ուզում է անկախական օրակարգի մաս դառնա, ինքը պետք է ռազմական ուժ ունենա։ Ռազմական ուժ ունենալու ինչ համար պետք փող։ Փողը որտեղից պետք է գա, այդ բյուջեներից։ Այդ նշանակում է մարդկանց հարկերը լի բարձրացնել։ Այսինքն այդ պոպուլիստ կուսակցությունները, ովքեր գալիս են իշխանության, դրանք դուրս են գալու։ Այսինքն նոր ընտրություններ, զանգվածային դժգոհություններ եւ այլն։ Այդ փաստականներին, որ իրանք այդքան տենց ընդունում էին իրանց մոտ, հետո հիմա իրանց համար խնդիր է դառնում, դրանք դուրս են, չէ՞, ուղարկելու։ Ուր են ուղարկելու այդ երկրներ, չէ՞։ Այդ փաստականները, որ գրում են այդ երկրներ, գազազած են, չէ՞, գնալու։ Ու ի՞նչ է տեսնում, քաոս է սկսում, չէ՞, հետո սկսում են նոր ուժային բաշխումներ եւ այլն։